Քննչական կոմիտեն արգրավել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով Շահրամանյանին քննչական կոմիտե են կանչել հարցաքննության դեռ մայիսի 15-ին, ներկայացրել են արգրավման մասին որոշումը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքննությունը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունին, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է։ Երիցյանը նշել է նաև, որ ծառայողական բնակարաններն ազատելու հարյուրավոր ցանուցումներ են ուղարկել արցախցիներին, այդ թվում Արցախի նախկին զինկոմիսար Ֆելիքս Գաբրելյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանին։ Բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ պատճառաբանությամբ։ Երիցյանը հայտնել է, որ 2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող Երևան քաղաքում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու վճիռը, մինչդեռ այն մինչ օրս հրապարակված չէ։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով հարավային Լիբանանում զոհվել է 6 մարդ, մինչդեռ իսրայելական բանակը նոր տարհանման հրամաններ է տվել։ Առավել ինտենսիվ հարվածները բաժին են հասել Ջեփշիթին, որի ուղղությամբ 1 ժամում 5 անընդմեջ հարված է եղել։ Իսրայելական օդային հարվածների հետևանքով Ալ-Նամիրիայում կա 2, իսկ Ալ-Դուվեյրում 1 զոհ։ Թեհրանից կարող է 30-ից 60 օր պահանջվել ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու համար։ Իրանցի պաշտոնյայի պնդումը մեջ բերել է The New York Times-ը։ Պարբերականը նշել է, որ այս գործարքը կարող է ակտիվացնել Իրանի արտասահմանում սառեցված 25 միլիարդ դոլարի ակտիվները։ Axios-ի տեղեկություններով էլ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև համաձայնագիր այսօր չի ստորագրվի։ Պարբերականի աղբյուրի խոսքով դեռ պետք է համաձայնեցնել մի քանի մանրամասներ, իսկ գործարքի առանձին մասերի վերաբերյալ դեռ կարծիքներ են փոխանակվում։ Այս ամենին զուգահեռ իր դիտարկումներն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի հարաբերություններն Իրանի հետ դառնում են ավելի պրոֆեսիոնալ եւ արդյունավետ, նշել է նա։ ԱՄՆ ղեկավարը հավելել է, որ բանակցություններն ընթանում են կազմակերպված եւ կառուցողական։ Ես նախազգուշացրել եմ իմ ներկայացուցիչներին չշտապել գործարքի կնքման հարցում, քանի դեռ ժամանակը մեր կողմից է, գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում։ Միացյալ Նահանգները եւ Իրանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը կգործի 60 օր եւ կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ, հայտնել է Axios-ը հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի։ 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց վճարի գանձման եւ Իրանը կհամաձայնի մաքրել նեղուցում առկա ականները, նավերի անարգել անցումն ապահովելու համար։ Համաձայնագիրը նաեւ նախատեսել է հրադադարի 60-օրյա երկարաձգում, սակայն Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը կմնան այնտեղ, մինչև Իրանի հետ վերջնական համաձայնագրի կնքումը։ Վաշինգտոնը կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը եւ որոշ պատժամիջոցներ, ինչը թույլ կտա Թեհրանին ազատորեն վաճառել նավթ։ Ըստ աղբյուրի ամերիկացիները նաև պատրաստ են քննարկել Իրանից առեցված ակտիվների հարցը վերջնական համաձայնագրի կնքումից հետո 60 օրվա ընթացքում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ավելի ուշ հակամարտության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է լինելու։ Սպիտակ տան մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել, մի տղամարդ պայուսակից զենք է հանել եւ 3 անգամ կրակել շենքի ուղղությամբ, ինչից հետո ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները պատասխան կրակով նրա մահացու վիրավորել են։ Կրակոցներ արձակողը 21-ամյա Նասիր Բեսն է։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել եւ իրեն Քրիստոս է համարել։ Ավելի վաղ նա արդեն ձերբակալվել էր սպառնալիքների եւ ապօրինի ներթափանցման համար։ Կրակոցների պահին նախագահ Դոնալդ Թրամփը գտնվել է Սպիտակ տան շենքում, սակայն նա եւ կառույցի աշխատակիցները չեն տուժել։ Փոխհրաձգության հետևանքով թեթև վնասվածք է ստացել 1 անցորդ, ում տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը եւ ազգային գվարդիան Սպիտակ տան հարակից թաղամասերն ամբողջությամբ շրջափակել են։ Տարածքում հսկողությունն ուժեղացվել է եւ ընթանում է քննություն, հարձակվողի ինքնությունն ու դրդապատճառները պարզելու համար։ Բելարուսի եւ Ֆրանսիայի ղեկավարները 2022 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Մակրոնը Լուկաշենկոին կոչ է արել չմիջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նա Մակրոնը նաեւ կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Բելարուսի եւ Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման համար։ Մակրոնը վախեցել է բելարուսական տարածքում օրեշնիկից, ավելի վաղ անցկացվել են ռազմավարական միջուկային ուժերի ռուս-բելարուսական զորավարժություններ, նշել է կատարական D Peninsula պարբերականը։ Բելարուսի նախագահի կայքում հաստատել են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր եւ հարաբերությունների Եվրոպական միության եւ Ֆրանսիայի հետ։ Ռուսաստանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հզոր հարված է հասրել Ուկրաինային, հիմնականում թիրախավորելով մայրաքաղաք Կիևն ու հարակից շրջանները։
Шановні українці, сьогодні відночі Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հաղորդմամբ ռուսական կողմն արձակել է տարբեր տեսակի 90 հրթիռ, որի մեծ մասը բալիստիկ եւ շուրջ 600 ԱԹՍ։ Հարձակման հետևանքով կան զոհեր եւ առնվազն 83 մարդ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով հարվածներն իրականացվել են Օրեշնիկ, Իսկանդեր, Կինժալ եւ Ցիրկոն հրթիռներով։ Միայն Կիևի ուղղությամբ ընդամենը 10 րոպեում արձակվել է մոտ 15 բալիստիկ հրթիռ, իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում որոտացել է մոտ 20 Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Թեև ռուսական կողմի հիմնական թիրախը եղել է ավիացիոն եւ հակատանկային հրթիռներ արտադրող Արտյոմ ռազմական գործարանը, հարվածները հասել են նաեւ քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում վնասվել եւ հրդեհվել է առևտրի կենտրոն, շուկա, բնակելի տներ ու դպրոցներ։ Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը, կոտրվել են պատուհանների ապակիները։ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել արևմտյան գործընկերներին ընդունել վճռական որոշումներ, որոնք թույլ կտան Մոսկվային ստիպել խաղաղության, ակնարկելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է միայն ուժի լեզուն։ Ստարոբելսկում ավարտվել են որոնողական աշխատանքները, քոլեջի վրա ուկրաինական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Հարակացարանի եւ քոլեջի փլատակներից դուրս են բերվել բոլոր մարմինները։ Վերջին տվյալով տուժել է 42 մարդ։ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Պասեչնիկը հանրապետությունում երկօրյա սուգ է հայտարարել։ 19 երկրից ավելի քան 50 օտարերկրյա լրագրող ուղևորվել է Ստարոբելսկի հարձակման վայր, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Չինաստանի հարավ-արևմուտքում տեղացած առատ անձրևների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 17-ը, հայտնել է Սինհուա գործակալությունը։ Շրջանում տեղումների քանակը հասել է ռեկորդային՝ մոտ 297 մմ-ի։